Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանափակումը կհանվի։ Նոր մոտեցման վարչարարություն վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար։ 2024 թվականի լավագույն փրկարար հրշեջը Միքայել Պողոսյանն է։ Կառավարության որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանափակումը կհանվի։ Գործադիրը հավանություն է տվել ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Գործադիրը հավանություն է տվել ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանափակումը հանել։ Բացի այդ, հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց 6 ամիս, այլ 2 ամիս անց։ Բացի այդ, որոշմամբ իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։ Վարչապետը նշել է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ ասում ենք, որ ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չէ»։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է անձի ֆունկցիոնալության օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալու կարևորությունը և այս համատեքստում առաջարկել նույն տրամաբանությունը կիրառել պաշտպանության բանակում։ Կառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ Մինչ օրս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակագրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում և հասարակագրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում չի կատարվել, քանի որ նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն անձի էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, ինչը հանրության շրջանում դեռևս տարածվածություն չունի։ Որոշմամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակագրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակագրավոր գործարքի նկատմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայնացնել, այդ թվում նախատեսելով անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշներ լինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առաքմամբ դրանք ստանալու հնարավորություններ։ Նշված կարգավորումների արդյունքում անձն իր կամահայտությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։ Այս համատեքստում վարչապետը նշել է, որ ֆունդամենտալ խնդիրն է հետևողական լինել ինչպես որոշումների կայացման, այնպես էլ փոփոխությունների իրականացման առումով։ Կառավարությունը հավանություն է տվել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Միաժամանակ բնակչության վերաբերյալ տեղեկատվություն պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ կմշակվի մարդու կյանքի իրադարձությունների ֆիքսման հայեցակարգի հիման վրա գործող միասնական տեղեկատվական համակարգ, որը նոր ներդրվող բիոմետրիկ փաստաթղթերի համակարգի հետ մեկտեղ կձևավորի ռեգիստրի սուբյեկտի իրավական ինքնության հավաստման միակ ճշմարիտ աղբյուր։ Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, կնպաստի արդյունավետ պետական կառավարմանը, անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների պահպանմանը, անձին իր վերաբերյալ տվյալների հասանելիության ապահովմանը և այլն։ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է հանրությանը որակյալ ծառայությունների մատուցումը, ըստ այդմ արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունը էական դեր կկատարի քաղաքացիական կենտրոն որոշումների կայացման համար, նվազեցնելով թղթային բյուրոկրատական անհարկի տեղեկանքների տրամադրման գործառույթը և անձի վերաբերյալ տարբեր գերատեսչություններում միանման, սակայն իրար հակասող տվյալների կուտակումը։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը իրավապահ համակարգի համար առաջնահերթություն է եւ այս տարի ներքին գործերի նախարարությունը ակտիվացնում է աշխատանքները վերահսկողության ոլորտում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ըստ նրա իրավապահ համակարգը կարողանում է ներմուծման շղթան կոտրել ու կանխել թմրամիջոցների հետագա իրացման բազմադրվակ դեպքերը։ Արգելավումների թվի աճը հենց դա է վկայում։ Թմրամիջոցների ապոնի շրջանառության դեմ պայքարը իրավապահ համակարգի տեսանկյունից առաջնահերթություն է եւ այս տարի եւս շարունակելու ենք ինտենսիվացնել աշխատանքները, կարծում եմ հատկապես հսկողության, մեր նաեւ վերահսկողության տիրույթում արգելավումների քանակը հենց նաեւ այդ մասին է վկայում, երբ որ մենք կարողանում ենք ի սկզբանե ներմուծման ռեժիմում շղթան կոտրել եւ ըստ այդմ հետագայում չունենալ թմրամիջոցների ապոնի իրացման շատ ավելի մեծ եւ բազմադրվակ դեպքեր, որտեղ որ այո կարող են գրավված լինել թե անչափահասները եւ թե նաեւ երիտասարդները։ Ըստ այդմ այս ուղղությամբ շարունակելու ենք այս նույն ռազմավարական մոտեցումը։ Ունեցել ենք նաև վարչապետի գլխավորությամբ կառավարությունում քննարկում թմրամիջոցների ապոնի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ եւ ռազմավարական նախագիծը, որն առաջիկայում կհաստատվի կառավարության կողմից, հենց այս շեշտադրումը ռազմավարական մակարդակում արդեն իսկ ներառում է եւ հետեւաբար կարծում եմ այս բանաձևով առաջ շարժվելու պայմաններում մենք կկարողանանք ավելի լավ արդյունքներ գրանցել։ Ինչ վերաբերում է անչափահասներին, ես ասեմ, որ վիճակագրական տվյալները այս պայծրությամբ մեր ունեցած թե ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի եւ թե նաեւ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում արկա, շատ մեծ թվերի մասին խոսքը չի գնում, մինչեւ 10 թվի շուրջ է պատտվում անընդհատ մեր վիճակագրությունը, թե ոստիկանական աշխատանքի եւ թե նաեւ հաշվառումների կոնտեքստում, բայց ասեմ, որ կարիք ունենք իրական պատկերի նաեւ վերհանման այս տեսանկյունից, որպեսզի հավաստվենք, որ այն վիճակագրությունը, որ կա, դա իրական պատկերին համադրվում է կամ գոնե թե մոտ է իրական պատկերին, հետևաբար ռազմավարությունը նաև սա է թիրախավորում, որպեսզի մենք կարողանանք պատկերն ավելի ճշգրիտ ունենալ այս մասով։ Ասեմ, որ վերջին ժամանակահատվածի զարգացումները թույլ են տալիս մեզ մտածելու, որ համացանցային տիրույթում է շատ ավելի շատ շրջանառության դեպքերը գրանցվում եւ տարանջատել իրավիճակը ըստ Երևանի եւ մարզերի արդեն մի փոքր այլ տրանսֆորմացիա որպես այդպեսին ունի։ Դրա համար մենք բովանդակության վրա կենտրոնանալով թե համացանցային ալիքների կանխարգելման եւ նաեւ փակման տրամաբանության մեջ ենք աշխատանքները շարունակում եւ թե նաեւ ներմուծման շղթայի տրամաբանության մեջ, որն արդեն իսկ նշեցի, եւ նաեւ քննարկել ենք տարբերակ անչափահասների կողմից թեստավորման ռեժիմի եւս, որ թույլ կտա հնդածած նաեւ կամավորության սկզբունքով վերհանել բոլոր այն դեպքերը, երբ որ կարող է լինել անչափահասներ կամ երիտասարդներ, որոնք որ թմրամիջոց օգտագործած կլինեն եւ ըստ այդմ սա վաղ կանխարգելման տրամաբանության մեջ մեզ թույլ կտա աշխատանքները շատ ավելի թիրախային կերպով իրականացնել։ Այս պայծրությամբ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության գործընկերների հետ պլանավորումն ենք անում, որպեսզի process-ը գրագետ լինի, հաշվի առնելով հարցի զգայունությունը եւ գնանք առաջ։ Շնորհակալություն։ Հատկապես վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ եւ անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակներ ունենք։ Այս մասին ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ հավելեց, որ այս համատեքստում անչափահասներին փականներով կտրող ծակող առարկաների վաճառքի արգելքին վերաբերող օրենսդրական նախագիծ կբերվի ազգային ժողով։ Վերջին տարիներին եւ վերջին շրջանում անչափահասների ներգրավմամբ եւ անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակներ ունենք, բայց որpիսի խոսքս էլ չթվա թե համատարած նմանատիպ իրավիճակ ունենք, ես իմ խոսքը կառուցում եմ այն տրամաբանությամբ, որ անգամ մինչև 10-ին հասնող դեպքերի արկայությունը արդեն իսկ մտահոգող է մեզ համար։ Ըստ այդմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործընկերների հետ մենք պլանավորել ենք նաեւ դպրոցներ ստուգայցեր, համայնքային ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում են բարբերաբար այցելություններ դպրոցներ եւ նաեւ իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման process եւս։ Ըստ այդմ ունենք նաեւ օրենսդրական փաթեթ, որտեղ որ հնարավորություն կտանք նաեւ սահմանելու այն արգելված իրերի եւ առարկաների ցանկը, որը որ պիտի հստակ լինի, որպեսզի մենք կարողանանք հետագայում զննության, խուզարկության process-ում կարողանանք հենց այդ ցուցակով առաջնորդվել եւ անչափահասները եւս հասկանան ինչն է կարելի, ինչը հատկապես չի կարելի։ Ասեմ, որ մենք նաեւ մշակել ենք օրենսդրական նախաձեռնություն, որը հուսով եմ կհասցնենք մինչև
ամառային արձակուրդը ազգային ժողովի բերել խորհրդարան եւ քննարկել, խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը եւ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք նաեւ ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ եւ կկարողանանք այս տեսանկյունից եւս որոշակի արդյունքներ ունենալ, բայց շատ կարեւոր է այստեղ ոչ միայն դպրոցների աշխատանքը, իրավապահ համակարգի աշխատանքը, այլ նաեւ ծնողական համայնքի աշխատանքը եւս, որովհետեւ մի բան է, երբ որ մենք ավելի շատ վերահսկողության տեսանկյունից ստուգում ենք այս դեպքերը եւ գնում ենք այդ դեպքերի արձանագրման եւ նաեւ բացահայտման ճանապարհով, մեկ այլ է իրավիճակը, երբ որ պիտի աշխատենք նաեւ ծնողական համայնքի հետ, որպեսզի նաեւ երեխային ճիշտ ուղղորդում տրվի, որպես այդպեսին համանման առարկաներ չունենալու եւ առհասարակ հանրային վայրերում նմանատիպ առարկաներով ուղղակի դուրս չգալու տեսանկյունից։ Իհարկե վերջին ժամանակահատվածում, երբ որ մենք ուսումնասիրում ենք դեպքերը, ավելի շատ թեթև մարմնական առողջությանը պատճառվող վնասների մասին ենք խոսում, բայց այդուհանդերձ սա շատ լուրջ հետագա հնարավորություններ կարող է տալ հանցավոր վարքագիծը ավելի ամրապնդելու եւ նոր ավելի բարդ հանցագործություններում ներգրավելու տեսանկյունից։ Սա է պատճառը, որ մենք ավելի շատ կենտրոնացել ենք անչափահասների եւ երիտասարդների վրա, որպես պոտենցիալ խումբ հետագայում ներգրավելու ավելի բարդ հանցագործություններում եւ եթե մենք այս պայծրությամբ ճիշտ աշխատենք, հետագայում արդեն դեպքերն ավելի կանխարգելման տրամաբանություն կունենան։ Հայաստան մուտք գործող երկհաղաքացիներին թույլ կտրվի օտարերկրյա վարորդական վկայականով վարել 3 ամիս։ Ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև մեր երկրում երթևեկող երկհաղաքացիների վարորդական վկայականների գործողության ժամկետին։ Նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն արդեն ավարտական փուլում է եւ առաջիկա կարծում եմ շաբաթների ընթացքում արդեն կուղարկենք ազգային ժողով։ Ասեմ նաև, որ ժամանակահատվածային առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել, հաշվի առնելով նաև ձեր առաջարկը, եթե նախկինում նշում էի, որ 1 ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը որ տրվում է քաղաքացուն եւ նա Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա նախնական տրամաբանության մեջ դարձրել են 3 ամիս, հաշվի առնելով հաճախականությունը մուտքերի եւ ելքերի Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ դա ավելի բալանսավորված լուծում որպես այդպեսին կարող է իրենից ներկայացնել եւ արդեն ազգային ժողով ներկայացնելու պայմաններում մնացյալը կլինի ձեր եւ ազգային ժողովի մյուս գործընկերների տիրույթում։ Իսկ ինչ վերաբերում է մքեցված ապակիներին, պարոն Թորոսյան, այստեղ քննարկելու դաշտ դեռևս ունենք, որովհետև եթե վարորդական վկայականների մասով խնդիրը շատ ավելի տրամաբանական լուծում կարող է որպես այդպեսին ստանալ, ապակիների լուսաթափանցելիության չափի մասով մի փոքր ավելի բարդ է եւ մենք պիտի հասկանանք, որ դա վերաբերում է ճանապարհային երթևեկության նաեւ մնացյալ կանոններին։ Այստեղ քննարկման դաշտ դեռևս ունենք եւ պատրաստական ենք նաեւ ձեր առաջարկների կոնտեքստում հարցը դիտարկել եւ ըստ հնարավորության հասկանալ լուծումները։ Բայց վարորդական վկայականների մասով միանշանակ է մեր մոտեցումը, որ թույլատրելիություն ունենալու ենք ժամանակահատվածային առումով արդեն իսկ նշեցի 1 ամսվա փոխարեն 3 ամսվա կտրվածքով։ Մեկ տարում 100,000 վարորդ գրանցվել է Road Police.am համակարգում բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 306,210 որոշում։ Բոնուսային մեկ այլ բաղադրիչով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում կօգտվեք 30% նվազ վճարելու հնարավորությունից։ Բոնուսային այս նորմից օգտվել է արդեն 439,142 վարորդ։ Կայացվել է 1,491,554 որոշում։ Պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 8,135,544 դրամ։ Դիպված, որը փոխեց լավագույնի կոչմանն արժանացած փրկարար ՀՇԺ կյանքը։ Միքայել Պողոսյանի հետ զրուցել է Հայկ Մագոյանը։ Թվացյալ անհաջողությունները կարող են նաև դրական փոփոխություններ բերել մեր կյանք, իսկ երբեմնի փակված դռները նոր հորիզոններ նվաճելու հնարավորություն ստեղծել։ 10 տարի առաջ հենց այդպիսի մի փակված դուռ էլ կանխորոշեց Միքայել Պողոսյանի ճանապարհը դեպի փրկարար ծառայություն։ Այս դուռը փակվել էր, զանգեցինք 911, եկան փրկարարները եւ շատ արագ արձագանքեցին, բացեցին դուռը, այդ ժամանակ շատ ուզեցի փրկարար դառնամ։ Թողնելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, Միքայել Պողոսյանը միացավ փրկարար ծառայության մեծ ընտանիքին։ Վստահեցնում է, ոչ մի վայրկյան չի փոշմանել այդ քայլի համար։ Դա իր կայացրած ամենաճիշտ որոշումն էր։ Երբ որ մարդկանց օգնելու հետ կապված հարցեր են, չպետք է վախենաս կամ մտածես, պետք է ամեն ինչ անես։ Ես պատրաստ եմ եղել դրան։
Գյումրիի թիվ 1 հրշեջ փրկարական ջոկատի ավագ հրշեջն ասում է, փրկարարն իհարկե պետք է եւ հոգեբանորեն, եւ մասնագիտական գիտելիքներով, եւ ֆիզիկապես պատրաստ լինի դժվարություններին, բայց ամենակարևորը մարդկանց օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է։ Փրկարարը ընդհանրապես եւ հրշեջը պետք է ունենա հենց այդ մարդասիրության զգացումը, ամենակարևորը, մարդկանց օգնելու այդ ցանկությունը շատ մեծ պետք է լինի։ Միքայել Պողոսյանի խոսքով անցած 10 տարիների փորձն ու գիտելիքները սովորեցրել են հանդուրժող լինել, չընկճկել դժվարությունների առաջ։ Հարցին ինչ է տվել եւ վերցրել փրկարար հրշեջի ծառայությունը, այսպես է պատասխանում։ Այս աշխատանքը ավելի շատ համբերատար է ինձ դարձրել։ Ոչ մի բան չի վերցրել, մենակ դրական բաներ է տվել։ Երիտասարդ փրկարար հրշեջը այս տարիների ընթացքում բազմաթիվ կանչերի է մեկնել, բայց առանձնացնում է հատկապես այս մեկը։ Բուլվարային թաղամասի 9-րդ հարգում հրդեհ էր կրկնվել, որտեղ կային թվով 8 մարդ, որոնցից 7-ը երեխա էին։ Շատ արագ արձագանքել են, գնացենք կանչի վայր, հրդեհը մարելով փորձել ենք փնտրել շատ արագ լույսերով, փորձել ենք փնտրել, գտնել որտեղ են ձեն տալով մարդկանց ձայներ լսելով գնացել ենք այդ կողմ ու բոլորը ոնց որ մի սենյակում փակվել են, չեն կարողացել դուրս գան ծխի պատճառով։ Դուրս ենք բերել բոլորին, ամենասկզբից երեխաներին։ Յուրաքանչյուր փրկված կյանք, յուրաքանչյուր անկորուստ կանչ իր անձնական հաղթանակն է համարում ավագ սերժանտը։ Թերևս ծառայության նկատմամբ նման պատասխանատու մոտեցումն են գնահատել փրկարար ծառայությունում եւ Միքայել Պողոսյանին ներկայացրել 2024 թվականի լավագույն փրկարար հրշեջի կոչմանը։ Ճիշտն ասած չէի սպասում, ճիշտ ատեստավորվել եմ, գերազանց գնահատական եմ ստացել, միշտ իմ գործին փորձել եմ լիարժեք ներդնեմ, պարտավորեցնում է այլ ավելի շատ աշխատելու։ Միքայել Պողոսյանը թեև իր նպատակների ու երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում, բայց վստահ է, այս հաջողությամբ չի սահմանափակվելու։ Միայն մեկ ցանկություն ունի՝ դեպք պատահարներ հնարավորինս քիչ լինեն, մարդիկ ապահով ու անվտանգ ապրեն։ Նոր մոտեցմամբ վարչարարություն վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար։ Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում, գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Խլացուցիչները վերասարքավորելով վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը խիստ եւ հետեւողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական պատասխանատվությունը նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում բարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում, գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Այնուհետև գործի ներգրավում է փորձագետը ենթարկում է զննության տրանսպորտային միջոցները եւ հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը։ Փորձագետների ներգրավումը իրավական տեսանկյունից ավելի անխոցելի է դարձնում ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր եւ հասցեատերերի համար համոզիչ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո բարեկային ծառայության կողմից վերցվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր 10-օրյա ժամկետով։ Այնուհետև վարորդի կողմից 10-օրյա ժամկետում թերությունը վերացնելու պարագայում ներկայացում են համապատասխան ապացույցներ եւ վարորդին վերադարձում է բնօրինակ հաշվառման վկայագիրը։ Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն 8։ Հարգելի վարորդներ, մի վերասարքավորեք խլացուցիչները եւ պահպանեք երթևեկության կանոնները։ Անցնող շաբաթվա ընթացքում ոստիկանության բացահայտումները մեկ տեսաշարով։ Ապրիլի 26-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել։
Կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության առաջին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտների պահպանություն։ Առաջին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։ Ես գործընկերոջս հետ վազեցինք ձայներողությամբ, նկատեցինք ջրատարում մի տղամարդու եւ մի կնոջ։ Նրանք բռնված էին ինչ-որ ամրանից։ Ես մասա մտա ջրատարը, կնոջը ձեռքից բռնելով դուրս բերեցի կնոջը, փորձեցի որ տղամարդուն էլ դուրս բերեմ, բայց ջուրը տարավ նրան։ Սարգիս Սարգսյանն ու գործընկերները որոշ տարածություն վազել են ջրատարի երկայնքով, փորձել տղամարդուն փրկելու հնար գտնել, բայց չեն կարողացել։ Պարզվեց, որ ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ-ն է, իսկ տղամարդը նրա 42-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Հետագայում պիտի պարզվեր նաև, որ տեղի ունեցածը ամենևին էլ դժբախտ պատահար չէ, այլ հանցանք, որի բացահայտման գործը ստանձնեցին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների հրապարակման ենթակա արդյունքները ներկայացնում է բացահայտման միջոցառումներին ներգրավված Վարդան Մանուկյանը։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախ պարզեցինք, որ Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս օտարերկրացի ընկերը նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր։ Զվարճանքի վայր հասնելու համար նրանք Արարատի մարզի Այնթափ գյուղում կանգնեցրել են պատահական ավտոմեքենա ու վարորդին խնդրել, որ իրենց տեղափոխի։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվորեն պարզեցին ոչ միայն տվյալ ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, այլև կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախ պարզեցինք, որ Սյուզաննա Կ-ն եւ վերջինս օտարերկրացի ընկերը նստել են Opel մակնիշի արծաթագույն մեքենա։ Ուսումնասիրություններ կատարեցինք նոր Խարբերդի, ինչպես նաև հարակից տարածքներում բնակվող եւ Opel մակնիշի մեքենա շահագործող անձանց շրջանակներում։ Արդյունքում մեր օպերատիվ տեսադաշտում հայտնվեց մի 26-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը իր արծաթագույն Opel մակնիշի մեքենայով եղբոր հետ գնալիս են եղել Նուբարաշեն։ Քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված երիտասարդը բնակվում էր Նուբարաշենի Մասիս Ա թաղամասում։ Իրավապահների առաջնային խնդիրն էր հստակեցնել նրա եւ եղբոր գործողությունները, նրանց եւ ջրատարն ընկածների փոխհարաբերությունների բնույթը, ենթադրյալ հանցանքի շարժառիթը։ Մեզ հաջողվեց պարզել, որ Նուբարաշենցի եղբայրները Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս օտարերկրացի ընկերը միմյանց չեն ճանաչում։ Ավելին, առաջի անգամ տեսնվել են, երբ Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս ընկերը կանգնեցրել են երիտասարդների Opel-ը զվարճանքի վայր տեղափոխվելու նպատակով։ Ճանապարհին նրանց միջև վեճ է առաջացել, որը ուղեկցվել է քաշքշուկով։ Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել Opel-ի վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։ Նույն օպերատիվությամբ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմին ներկայացրին 21 եւ 26 տարեկան եղբայրներին։ Նրանցից ավագին մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Փրկարար ծառայության եւ ոստիկանության ուժերը ձեռնարկում են որոնողական միջոցառումներ ջրատարն ընկած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը Ապոյնի արդյունահանման վերաբերյալ։ Ըստ տեղեկության սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ Զորակ գյուղում գտնվող 4 հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է Ապոյնի արդյունահանում։ Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանված շուրջ 8000 խորանարդ մետր ավազակոպչային հանույթը Սայոթնովա գյուղում Ապոյնի կառուցված լվացման եւ տեսակավորման կետից իրացվել է շուրջ 46 միլիոն դրամով։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ապոյնի ձեռնարկած իրական գործունեության եւ հողը փչացնելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին։ Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նորաչնի, մյուսը Երևանի բնակիչ։ Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով։ Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի կայքեջի օգտատիրոջից իրացնելու նպատակով։ Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են 2 փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։